Նիկոլ Փաշինյանը զրկվել է իր գլխավոր աշխարհաքաղաքական հովանավորներից մեկից, Բայդենի վարչակարգից։ Սա մեկ։ Հաջորդը Մակրոնն է, էլ Մակրոնը 2 տարի հետո էլ չի կարող ինքը առաջադրվել, բայց իր գլխավոր աշխարհաքաղաքական պատրոնը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, Թուրքիան է, որը նույնպես հիմա խնդիրներ ունի։ Այո, սա է խնդիրը։ Բայց չպետք է թերագնահատել Թուրքիան Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այստեղ խնդիրներ ունեցել է, բայց չգիտեմ ասեմ, բայց կարողացել է վարպետորեն այդ խնդիրներով անցնել եւ լուծել եւ մնալ իշխանության ղեկին։ Հիմա դուք ասում եք ընդդիմությունն ինչ պետք է անի, ընդդիմությունը մեր մոտ բազմաշերտ է։ Ես մեր փոխարեն կարող եմ ասել։ Մենք պետք է այո աշխատենք աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ, բայց ոչ նույն հեռավորության վրա։ Օրինակ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգներ մենք գործընկեր ենք։ Իսկ Ռուսաստանի Դաշնության հետ մենք դաշնակից ենք։